Մերկացել է բուսաբանական այգու կաղնիների պուրակը, կտրվել է 34 կաղնի։ Բուսաբանական այգու նորանշանակ տնօրենը համացանցում բարձրացած աղմուկից է իմացել ծառերի ոչնչացման մասին։ Ժանա Հովակիմյանը 2 ամիս է ինչ տնօրեն է, իրենից առաջ 2024 թվականին բուսաբանական այգին 2 տնօրեն է փոխել։ Պարզ չէ, թե ում օրոք են հատվել ծառերը։ Դեպքի մասին համացանցից եմ իմացել, որպես նոր տնօրեն դեռևս հանձնման ընդունման ակտ չի ստորագրվել, այս գործընթացում են գտնվում ակադեմիայի հսկողությամբ եւ նախորդ ինստիտուտի տնօրենից դեռևս ոչ գույքը, ոչ ֆինանսականը, ոչ 3 այգիների կենդանի հավաքածուի գույքագրում եւ հանձնում ընդունում չի իրականացվել։ Ժանա Հովակիմյանը ներկայացնում է այգու փոխտնօրեն Նորիկ Շատոյանի պարզաբանումը, թե կտրված կաղնիները չորացած են եղել եւ հենց նա էլ որոշել է հատել դրանք։ Երկուշաբթի առավոտյան մասնագիտական հանձնախումբ է ձևավորվել, պարզելու կաղնիների հատման օրինականությունը։ Ըստ հանձնախմբի եզրակացության ծառերը հատվել են վերջին տարվա ընթացքում, չնայած կոճղեր կան, որ դեռ թաց են, ինչը նշանակում է, որ նոր են կտրվել։ Ինքն է ծառերով զբաղվում։ Մասնագետների ստորագրությամբ գրությունը Ժանա Հովակիմյանը հանձնելու է իրավապահ մարմիններին։ Մասնագիտական այս խորհրդի հանձնախմբի եզրակացությունը կից պաշտոնական գրությամբ կներկայացվի տեսչական մարմիններին, որովհետև մենք նախ չունենք այդ փորձաքննության համապատասխան սարքավորումները, որ ավելի կոնկրետ ասենք, թե որ ծառատեսակն է ավելի կենսունակ եղել, որն է չոր եղել եւ որը որ ժամանակահատվածում է կտրվել, համապատասխան կառույցները դրանով կզբաղվեն։ Բուսաբանական այգու տնօրենի խոսքով իր հաջորդ քայլը լինելու է կաղնու ծառուղուն նոր կյանք տալը։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։